Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ապրիլի կեսերին էր, որ Սահմանադրական դատարանը որոշեց, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում գույքը ենթակա է առգրավման, եթե պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո եւ այդ գույքը կապ ունի հանցանքի հետ։ Կառավարության նիստում գլխավոր դատախազն անդրադարձավ մայր դատարանի այդ որոշմանն ու փորձեց բացատրել, որ շատերի մոտ այդ որոշումը թյուրըմբռնում է առաջացրել։ Շահարկեցին, որ այ հեսա բոլոր հայցերը հերթով կհրաժարվեք, այդ հայցերը բոլորը հետ կվերցնեք, ներողություն կխնդրեք, ել չգիտեմ ինչ կանեք։ Ապօրինի գույքի բռնագանձման առումով 152 հայցադիմում կա դատարանում, դրանցից 5-ի վերաբերյալ կան դատական ակտեր, դրանք սակայն Նստաննա Վարդապետյանի դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել։ Դատական ակտերի մի մասի հետ մենք համաձայն չենք, բողոքարկել ենք, մի մասի հետ պատասխանողները համաձայն չեն, բողոքարկել են, բայց process-ը բնականon հունով շարունակվում է, ընդհանուր հայցագինը մոտավորապես 6 միլիարդ դրամ է։ Այնուամենայնիվ Վարդապետյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո դատական պրակտիկան որոշակի հստակեցումների է ենթարկվում։ Որոշակի հայցերով լինում են իրավիճակներ, երբ դատախազությունը վերահաշվարկներ կամ նոր հիմքերով ուսումնասիրություններ է կատարում եւ հետո միայն հայցեր ներկայացնում դատարան։ Սահմանադրական դատարանի որոշումը նախ շատ կարևոր էր արձանագրելու, որ համակարգը սահմանադրական է, բայց այնուամենայնիվ այնտեղ կարգավորումներ բերվեցին, որը կարծում եմ տրամաբանական է, որ եթե խոսում ենք ապօրինի գույքի մասին, պետքա որոշակի կապ լինի պաշտոնավարման եւ պետական պաշտոնի կոնկրետ ժամկետների եւ այլնի հետ, եւ ես ինչքան հասկանում եմ, որոշ դեպքեր կլինի, որ ինչ որ հայցերից պետք կլինի հրաժարվել, հետագայում այլ վերահաշվարկների եւ այլնի առումով։ Փաշինյանը համարում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը նպաստեց ապօրինի գույքի բռնագանձման համակարգի կայացմանը, միևնույն ժամանակ փաստում, որ դատարանները որոշակի սպասման մեջ են, ինչ որոշում ընդունեն, որպեսզի հակադրության մեջ չհայտնվեն բարձրագույն դատարանի հետ։ Հիմա համոզված եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը արդեն ավելի հստակ եւ անառարկելի պրակտիկա կձևավորի եւ դատախազության եւ դատարանների համար ավելի հեշտ կլինի կանխատեսելի հանրության համար կանխատեսելի միջավայրում աշխատել։ Այո, կան հայցեր, որոնցից դատախազությունը հրաժարվել է, բայց այդ հայցերը կապված են եղել Սահմանադրական դատարանի որոշմամբ հստակեցված կարգավորումներով եւ օրինակ կապված չեն եղել ձեր կողմից նշված պաշտոնավարման հետ կամ օրինակ ընդհանրապես հանցագործության հետ կապված չեն եղել, դրանք շատ փոքր տոկոս են կազմում։ Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում Փաշինյանն ասում է հաստատակամ է ու իր դիրքորոշումը չի փոխել։ Շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ վերադարձնել։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ փախնի։ Ոնց որ ասել են ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեմ պլստում ու դրանից անկանոն շարժումներ եւ անկանոն գորգորոսներով լցրել են Հայաստանի Հանրապետությունը։ Դատախազության ներկայացրած տվյալներն են ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում 2023-24-ի ընթացքում 8 հաշտության համաձայնություն է կնքվել։ Դատախազը տեղեկացրեց, որ պետությանը վերադարձվել է 7 անշարժ եւ 2 շարժական գույք, մինչեւ հունիսի 3-ը ներառյալ 815 միլիոն 200 հազար դրամ է մուտք կատարվել վերականգնման միջոցների միասնական հաշվին։ Ռուսաստանը շփման մեջ է Ադրբեջանի հետ ռուսական տան հնարավոր փակման հարցը կարգավորելու նպատակով այս մասին փոխարտգործնախարար Միխայել Գալուզինն է հայտարարել, որ Մոսկվան ձգտում է կանխել փակումը հարցը լուծելով դաշնակցային հարաբերությունների շրջանակում։ Նա ընդգծել է, որ կարևոր է քաղաքացիների միջև մշակութային կապերի պահպանումը։ Հիշեցնենք, Բաքուն 2025-ի փետրվարի 3-ին նոտա էր հղել Մոսկվային ռուսական տան գործունեության դադարեցման մասին։ Թրամփը արգելել է 12 երկրի, այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքը Ամերիկա, Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիները ենթարկվել են մուտքի ամբողջական արգելքի, մինչդեռ եւս 7 երկրի՝ Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի եւ Վենեսուելայի քաղաքացիների համար սահմանվել է մուտքի մասնակի արգելք։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջին անգամ այցելել է ԱՄՆ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը կքննարկեն Գերմանիայի պաշտպանական պարտավորությունները, սակագնային բանակցությունները եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը։
Ռամշտեյնի ձևաչափով Կիևին աննախադեպ չափերի ռազմական օգնություն հատկացնելու որոշում է կայացվել։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի տեղեկացմամբ Կիևին հատկացվելիք ռազմական աջակցությունը գերազանցելու է լայնամասշտաբ պատերազմի բոլոր նախորդ տարիների ցուցանիշները։ Իդեպ Գերմանիան հավանություն է տվել 5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթին, ներառյալ Ուկրաինայում արտադրվելիք հեռահար զենքի, հակաօդային պաշտպանության համակարգերի, զենքի եւ զինամթերքի ֆինանսավորումը։ ԱՄՆ նախագահ Թրամփը եւ Պուտինը նոր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կոչ արել Թեհրանին հնարավորինս շուտ արձագանքել Վաշինգտոնի առաջարկներին այս ոլորտում։ Վաշինգտոնը սեղմում է օղակը, Իրանին առաջարկում է կողմնորոշվել, հիշեցնում է, ժամանակը սպառվում է։ Ես նախագահ Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, եւ այս հարցում կարծում եմ մեր միջև համաձայնություն կա։ Նախագահ Պուտինն առաջարկեց մասնակցել Իրանի հետ քննարկումներին, ինչը թերևս կարող է օգտակար լինել այս հարցի արագ լուծման առումով։ Իմ կարծիքով Իրանը ձգձգում է այս շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը։ Մեզ հստակ պատասխան է պետք շատ շուտ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումներ են կատարվել մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննության արդյունքում հունիսի 2-ի դրությամբ արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր, պայմանավորված նիտրատներ ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 23 շենքի տարածքում հունիսի 3-ին մինի լճակ էր առաջացել։ Ջրի խողովակն է վնասվել, իսկ ջուրն անխնահոսում է ողողելով ամբողջ թաղամասը։ Խմելու ջուրը նաև նկուղներ է հասնում։ Հոսք նստ բնակիչների 10 օր առաջ է սկսվել, չեն հապաղել Վեոլիա ջուր են զանգահարել։ Ընկերությունից եկել են, բայց ասել են, որ խնդիրը քաղաքային իշխանությանն է, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից լուռ են։ Զարմանում եմ, ամբողջ աշխարհը պայքարում է խմելու ջրի պահպանման համար, մեզ մոտ Երևանում տեսեք ինչ պատկեր է։ Իդեպ ժամեր անց պարզ է դարձել, որ Բաբաջանյան 43 հասցեում իրականացվել են ջրատար խողովակի վթարավերականգնողական աշխատանքներ։ Տասնհինգ օր է, որ այս փոսը առաջացել է 16-րդ թաղամասի Նորաշեն 6-րդ շենքի երկրորդ մուտքի դիմաց։ Բնակիչներն են միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարդիկ նախազգուշանան ու փոսում չհայտնվեն։ Սակայն միշտ չէ, որ հնարավոր է եղել արտակարգ դեպքերից խուսափել։ Մի քանի անգամ երեխաներն են հեծանիվ քշելիս հայտնվել փոսում, թեթև քերծվածքներ են ստացել։ Նաև որոշ մեքենաների չի հաջողվել շրջանցել փոսը։ Փոսը փախցնում է մարդը, ինչ անի բա։ Վեոլիա ջուրը հազանգած քաղաքացիներին հայտնել են, որ իրենց խնդիրը չէ, այլ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմինը, այնտեղից էլ հակառակն են պնդում։ Բնակիչները նշում են, որ մի քանի անգամ դիմել են Աչափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, խոստացել են, որ կգան եւ խնդիրը կլուծեն, սակայն չեն եկել, այն որ ասպա ձայն բարբարո հանապատի։ Ավելի ուշ Վեոլիա ջուր ընկերությունից են Շամշյանքովին հայտնել, որ 2 անգամ փորձել են իրենց միջոցներով խնդիրը լուծել, սակայն Աչափնյակի թղապետը հայտնել է, որ դա իրենց գործն է, իրենք կանեն, բայց ոչինչ չեն ձեռնարկել։ Տեղեկացնում ենք, որ տեսանյութում ցուցադրվող խողովակաշարը հեղեղատարին միացող խողովակաշարի մի հատված է, իսկ բակային հեղեղատարները ըստ վարձակալության պայմանագրի Վեոլիա ջուր ընկերության կողմից չեն սպասարկվում։ Ընկերությունից նաև հայտնել են, որ իրենց կողմից այդ հատվածում սպասարկվող որևէ կոմունիկացիա չկա, իսկ կատարվածի մասին Վեոլիա ջուրը բազմիցս տեղեկացրել է Աչափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին։ Կհամաձայնեք, որ ձեր առողջականի հետ կապված անալիզները արհեստական բանականությունը վերլուծի։ Ահա հենց այսպես։ Մեր երկրում էլ սա արդեն հնարավոր է։ Բժիշկներն օգնական եւ առավել ճիշտ ախտորոշում եւ ժամանակ խնայելու համար բուժառուներին հնարավորություն հետևելու իրենց առողջական վիճակին, ստանալու լաբորատոր հետազոտությունների վերլուծություն ու անհատականացված առաջարկներ։ Ամենակարևոր հիշեցումով կհամաձայնեցնեք բժշկի հետ։
եթե մենք չսովորենք մեր առողջության մասին հոգ տանելու պատասխանատվությունը ինքներս կրելու, որևէ մի առողջապահական համակարգ չի կարող մեր խնդիրները լուծել։ Առողջապահության բանական պատասխանատուն արհեստական բանականության բոլոր հնարավոր ու անհնար մտահոգություններից տեղյակ է։ Դե օրինակ գլխավորները անձնական բուժ տվյալները ցանցում են հայտնվում։ Բժիշկների վախն էլ մի կողմից հնարավոր է այսպես մի օր գործազուրկ դառնան։ Բժիշկ AI-ը զբաղեցնի իրենց կաբինետը։ Տեղին են, բայց իմ խորին համոզմամբ այս գործիքները լինելու են օժանդակ շատ կարևոր օգնող թե բժիշկներին, թե նաև մարդկանց կառավարելու իրենց առողջապահական հարցերը։ Կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտության դեպքում օրինակ մեր երկրում արհեստական բանականությունն իր խորհուրդները վաղուց տալիս է, երբ ամբողջությամբ հնարավոր կլինի ունենալ նրա աջակցությունը։ Ավանեսյանը ժամկետներ չի հստակեցնում, միայն թե խրախուսում է բոլոր ներդրումները, այդ թվում գիտահետազոտական։ Շատ կարևոր են, որ այս գործիքները նաև խելամիտ կերպով օգտագործվեն եւ ծառայեն բարի նպատակներով, եւ սա է նպատակը, որ թե իրավական դաշտի ճիշտ կարգավորման, թե նաև կիրառության ճիշտ ուղղությունները ուղղորդելու մասով առողջապահության նախարարությունը ակտիվ ներդրաված։ Առողջապահության օրենսդրությունում պատասխանատուները առաջիկայում փոփոխություններ կանեն։ Նախարարն ընդգծում է, ամբողջ աշխարհն են այսօր արհեստական բանականության հետ կապված էթիկայի իրավական փնտրտուքների մեջ, այն կարգավորելու համար։ Անմասն չենք մնա, մի բան էլ առաջամարտիկ կլինենք։